Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շարունակել եմ կուսակցությունում մնալ, դա ոչ մի բան չի փոխվում, երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրանց կողքին, ընտրություններին իրանց օգնելու եմ, 26 թվականի քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ է ունենալու եւ լավ հաղթանակ է ունենալու։ Իսկ դուք բիզնեսի որ ճյուղն եք ընտրել։ Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա, ես տեսել եմ 30 տարվա մեջ ոնց են եկել մարդկանց ժամանակը, եւ իրենք չեն գիտակցել, որ ժամանակը եկել է գնալու, պետք է սթափ լինել, պետք է հասկանալ, եթե արել ես այս պահին ուրիշ տեղ ես քեզ տեսնում, պետք է հանգիստ գնաս, չվախենաս։ Կարող է կան մարդիկ, օրինակ 30 տարվա մեջ ես տեսել եմ քաղաքական գործիչների, որոնք կարճել են քաղաքականությունից չեն գնացել։ Ես ընկալել եմ, որ այդ մարդը այդտեղից դուրս ոչինչ չի կարող անի։ Բացարձակապես ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձև վերաբերում եմ պարոն Փաշինյանին, ես ոչ մեկից հիասթափված չեմ, ինքը իմ ավագ ընկերն է, կուսակցությունը, որի համահիմնադիրներից մեկը ես եմ եղել, ՔՊ-ից ոչ միտեղ չեմ պատրաստվում։ Ամբողջությամբ ինքնակամ։ Բայց դուք միշտ հախուշի արդյոք պատասխանատվությունից, որովհետև առաջիկայում ծանրագույն որոշումներ պետք է կայացվի, խորհրդանում Ես արդեն ասացի, ես վստահ եմ, որ կհասցնեմ, արդեն մի համաձայնագիր եկել է, ես քվեարկել եմ եւ նորից կքվեարկեի, ես կարծում եմ չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետության մեջ ապրելու արարելը, կհասցնեմ դեռ մյուս ձեր ասած ինտրիգային բաները քվեարկել, նոր գնալ, փախուստ չի, փախուստ գներ 21 թվականին, Տիկին Պողոսյան, Նիկոլ Փաշինյանի հետ ձեր որոշման մասին քննարկում ունեցել եք, ինչպես է նա արձագանքում։ Ոչ, պարոն Փաշինյանը մեր ոչ մեկի ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունենում։ Չէ, ազդեցության մասին չեմ ասում, ոնց է արձագանքում ձեր որոշմանը։ Մի րոպե առաջադրվեն խնդիրներ են ունենալու, որ ես պարոն Փաշինյանի հետ չեմ խոսել այդ հարցով, պարոն Փաշինյանը երբևիցե, ես չգիտեմ Նարեկ ինչ ինֆորմացիա ունի եւ Նարեկին ոնց են վերաբերվել, երբևիցե իրեն ճանաչած առաջին օրվանից որևէ մի օր ինքը իմ ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունեցել եւ դա չէր կարող լինել։ Ասում էր, որ պետք է SMS-ով պետք է հեռանալ խմբակցությունից, դա ազատ կամքի վրա բռնություն։ Դուք ասում եք ես ասում եմ իմ հետ նման բան չի եղել, եթե մարդիկ այնպես են, եթե կան մարդիկ, որոնք ունենում են այնպիսի վարքագիծ եւ հետագիծ, որ լավ չեն ընկալում ինչ է կատարվում եւ իրանց պետք է բացատրել ինչ է կատարվում, այդ մարդկանց խնդիրն է։ Ես ասում եմ, ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես միշտ իմացել եմ ինչա պետք անել։